Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 18-ն է եւ այս հաղորդման մեջ հիմնականում խոսելու ենք միջազգային կարևոր իրադարձություններից, բայց Հայաստանից ենք սկսելու, քանի որ Ադրբեջանը կրկին շարունակում է ապատեղի կատաղություն տարածել, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարը եւ արդեն մի քանի օր է շատ ակտիվ ձևով ադրբեջանական իշխանությունները, պաշտպանության նախարարությունը տարածում են սուտ ապատեղի կատաղություն։ Մենք երեք խոսել ենք այս մասին շատ մանրամասն, նաև խոսել ենք այն մասին, որ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցով խորհրդական Օլցը հորդորել է Հաջիևին շատ արագ գնալ խաղաղության, հետաքրքիր ձևով է եղել այդ կոչը, եւ հիմա փաստացի պարզվում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել, հեռախոսազանգ եւ ոչ թե Օլցի այցը Բաքու, չնայած որ տարբեր տեղեկություններ կան, դա է պատճառը, որ մենք էլ մեկ-մեկ խճճվում ենք, հիմա տեսնում ենք, որ հեռախոսազրույցի մասին ավելի շատ խոսվում, բայց ինչ որ է կարևորը այն է, որ մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից տոնայնությունը իրոք փոխվել է եւ այն տեղեկությունը, որի մասին որ երեկ էլ էինք խոսում, որ ռուսական լրատվամիջոցները RTVI հեռուստաընկերության կայքերը տարածում են այն տեղեկությունը, թե իբր Գերմանիայից զենք է Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղափոխում, միջայլոց Ամերիկայի պաշտպանության նախարարությունը եւս չէ հերքել Ամերիկայի Միացյալ Նահանգների, բայց հիմա խոսվում է նաեւ այն մասին, որ կարող է զորավարժություն տեղի ունենալ հայկական եւ ամերիկյան զինվորականների միջև կարող են մեծ լայնածավալ զորավարժություններ տեղի ունենալ, դա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանում բավականին լուրջ ձևով մտահոգվել են, իրար են անցել եւ երևի թե այդպիսի սուտ հաղորդագրություններ են տարածում, փորձելով լարել իրավիճակը։ Միջայլոց մեկը գրել էր մեկնաբանության մեջ, թե մենք ինչու ենք այսպիսի տեղեկություն տարածում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները զենք են տեղափոխելու Հայաստան։ Նախ ասեմ, որ տարբերություն շատ-շատերի, ես ասել եմ, որ հնարավոր է, որ դա ռուսական կեղծիք է եւ ապատեղի կատաղություն, ու քանի որ այդ լուրը տարածվել էր բազմաթիվ տեղերով եւ քննարկվում էր, հատկապես Ադրբեջանում շատ լուրջ քննարկումներ է դա ստեղծել, ճիշտն ասած, խառնաշփոթ ինչ որ միտեղ, ես հստակ կարող եմ այդ մասին խոսել եւ կապել այդ իրադարձությունները այն սուտ տեղեկությունների հետ, որը որ տարածում է հիմա Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանից։ Այստեղ նաև կարևոր է նշել Մատվիենկոյի այցը Ադրբեջան, չեմ հիշում երեք մենք այդ մասին խոսել ենք թե չէ, բայց այս սուտ ապատեղի կատաղությունները հնարավոր է նաև դրան են ուղղված եւ Մատվիենկոյին համոզում են, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևիցե փոփոխություն չկա եւ Ադրբեջանը պատրաստ է սադրանքներ, ճնշումներ եւ ցանկացած այնպիսի միջոցների ընդդեմ Հայաստանի, որոնք որ ձեռնտու են նաև Ռուսաստանի Դաշնության այսօրվա իշխանություններին եւ համահունչ են նրանց այսօրվա քաղաքականությանը։ Սա է իմ տեսակետը, միջայլոց Մատվիենկոն շատ գոհ է Ադրբեջան այցից եւ ասում է, որ ինքը համոզվեց, որ ոչինչ չի սպառնում ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային գործընկերության եւ բազմաթիվ հարցերի շուրջ նրանք միակարծիք են։ Ինչ ասեմ, Աստված միայն թող իրենց սերը ավելացնի, իսկ մեզ տա նորմալ քաղաքակիրթ վստահելի դաշնակիցներ, որպեսզի ոչ մի վայրակ ուժ չկարողանա խնդիրներ ստեղծել մեր երկրի համար։ Շատ կարևոր է նաև այստեղ նշել, որ նոր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որ հանձնարարել էին պաշտպանության նախարարությանը եւ մեր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հետաքննություն է անցկացրել եւ ոչ մի բան չի հայտ եկել, այսինքն հայկական կողմը միանշանակ ոչ մի հրադադար չի խախտել։ Մենք առանց այդ էլ գիտեինք այդ մասին, բայց որ այդպիսի հանձնարարություն է եղել, ես կարծում եմ, որ շատ լավ է եւ իլուր աշխարհի հիմա հստակ հայտարարվում է, որ Հայաստանի կողմից ոչ մի հրադադարի ռեժիմ չի խախտվել, հայկական կողմը հետաքննություն է անցկացրել այդ սուտ տեղեկությունների հիման վրա եւ ոչ մի հրադադարի խախտում չի հայտնաբերել։ Սա շատ կարևոր է, որ մենք փաստենք, նաեւ այնտեղ կրկին ասվում է, որ հայկական կողմը առաջարկում է Ադրբեջանին համատեղ մոնիտորինգային խումբ ձևավորել, որպեսզի
ընդհանուր պատկերացում լինի, թե հայկական, թե ադրբեջանական կողմից հրադադարի խախտում տեղի ունեն, թե չէ, բայց մենք գիտենք, որ դա իրենց պետք չէ, քանի որ իրենք շատ հաջողակ ձևով, դա իրենց պատկերացման մեջ ամենայն դեպս հաջողակ ձևով օգտագործում են այդ սուտ տեղեկությունները, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարը։ Կարևոր է նաև նշել, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը գտնվում է հիմա Իսրայելում, բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել, Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը Իսրայելում նաև հանդիպել է Իսրայելի արտգործնախարարի հետ, ես կարծում եմ, որ ոչ միայն տնտեսական հարցերով են նրանք հետաքրքրված, այլ նաև Իլհամ Ալիևի ուղերձները եւ պայմանավորվածությունները փոխադարձ քննարկում են միմյանց հետ, բայց այցի հիմնական նպատակը այն է, որ ադրբեջանական սոկար ընկերությունը ստացել է լիցենզիա իրավունք, որպեսզի նավթ եւ գազ արտահանի Իսրայելում։ Հիմնականում այսքանը Հայաստանին վերաբերվող լուրերից, անցնենք միջազգային կարևոր լուրերին, ասեմ, որ Մերձավոր Արևելքում կրկին խառն է, կարելի ասել նույնիսկ ոչ թե խառն է, այլ սկսվում են կրկին պատերազմական գործողությունները։ Երեք օրը մենք տեսնում ենք, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում խուտիների դիրքերին, բավականին հուժկու լուրջ հարվածներ։ Դա բնականաբար ինչ-որ միտեղ ողջունելի է, քանի որ մենք գիտենք, թե ինչ գործողություններ են իրականացնում Եմենում հուտիները եւ լուրջ խնդիրներ ստեղծում միջազգային նավարկության համար, բայց կարևոր է այստեղ նշել, որ Դոնալդ Թրամփը հստակ սպառնացել է նաեւ Իրանին այդ համատեքստում եւ ասում է, որ եթե Եմենի կողմից ինչ-որ հրթիռ կամ ինչ-որ կրակոց լինի, այլևս դա դիտարկվելու է որպես իրանական կողմից կրակոց հրթիռի արձակում, այսինքն հստակ ասում է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու, եթե հուտիները չդադարեն հարվածներ հասցնել եւ իրեն շատ վայրակ պահել Եմենում եւ ստեղծել մեծ խնդիրներ միջազգային նավարկության համար։ Եվ Թրամփը փաստացի ասում է, որ յուրաքանչյուր կրակոց այսուհետև դա կհամարվի Իրանի կողմից կրակոց։ Ու վերջում նա ասում է, որ դրա համար Իրանը կկրի պատասխանատվություն եւ պատասխանատվության հետևանքները սարսափելի կլինեն Իրանի համար։ Այսինքն շատ լուրջ եւ հստակ ձևով Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին։ Իրանից բնականաբար արձագանքել են, ասել են, որ իրենք չեն վախենում այդ սպառնալիքներից եւ ասել են, որ ակնհայտ է, որ մենք շատ վճռական եւ ամբողջ ուժով կպատասխանենք Իրանի տարածքային ամբողջականության, անվտանգության, ինքնիշխանությանը դեմ իրականացված ցանկացած ոտնձգությանը եւ այս հարցում ոչ մեկ որևիցե կասկած չպետք է ունենա։ Այդ հաղորդագրությունը տարածել է Իրանի արտգործնախարարությունը։ Այստեղ նաև շատ կարևոր է նշել մեկ բան, որ երեք նաև խոսվում էր իրանական կողմից Դոնալդ Թրամփի նամակի մասին, նամակին պատասխանելու մասով են մտածում, պատասխանեն թե չէ, Դոնալդ Թրամփը չէ, որ նամակ էր հղել Իրանին, բայց ասել էին, որ նույն ոճի մեջ է գրել նամակ Իրանին Դոնալդ Թրամփը, այսինքն սպառնալից ոճերը բավականին լուրջ են Դոնալդ Թրամփի այդ հայտարարությունների մեջ։ Այստեղ կարևոր է նաև նշել, որ գիշերը Իսրայելը վերսկսել է պատերազմական գործողությունները Գազայի շրջանում, բավականին լուրջ ձևով հարվածներ է հասցրել, նույնիսկ Համասի ղեկավարության մեջ կան զոհեր, կրկին Իսրայելին հաջողվել է լիկվիդացնել Համասի ղեկավարներից մեկին, տարբեր տվյալներով ընդհանուր առմամբ արդեն 30-ից ավել զոհեր կան Գազայի շրջանում, բայց Համասը հստակ հայտարարում է, որ Իսրայելը խախտել է հրադադարը եւ դրանով իսկ մահվան է դատապարտում բոլոր գերիներին։ Գիտենք, որ դեռևս Համասի ձեռքում կային բազմաթիվ գերիներ։ Այդ հայտարարության մեջ ասվում է, որ քանի որ Իսրայելը պատերազմական գործողությունները վերսկսել է, ապա այդ գերիներին մահ է սպասվում եւ նրանք այլևս չեն վերադառնա իրենց ընտանիքներ։ Այսինքն հստակ սպառնում է Համասը, որ սպանելու է բոլոր գերիներին, քանի որ Իսրայելը սկսել է պատերազմական գործողություն։ Եվ այստեղ մեկ բան եւս ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփը սպառնում էր Համաս շարժմանը եւ Գազային, որ ասում էր, որ եթե բոլոր գերիներին ազատ չարձակեք, ապա դժոխքի կվերածեմ Գազայի շրջանը։ Եվ երևի թե այս ամենի մեջ ընդհանուր կապ կա, թե հուտիների դեմ հարվածներին, թե Գազայում վերսկսվող այս պատերազմում
եւ թե Իրանի նկատմամբ այդ սպառնալիքներին։ Ես չէի ուզենա նաեւ տեսնել կապ նրա հետ, որ Ադրբեջանը հիմա փորձում է ապատեգեկատվություն տարածել եւ լարել իրավիճակը մեր տարածաշրջանում, նաեւ չէի ուզենա կապ տեսնել Օլցի զանգից Հաջիևին։ Հույսով եմ, որ այս հարցերը իրար հետ կապված չեն եւ ես ինչքան տեսնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները գոնե թե մեր մասով այդ հայտարարությունների, Օլցի հայտարարություններից եւ հնարավոր զորավարժություններից, որ մեծ ռազմական տեխնիկայի քանակ է տեղափոխվելու Գերմանիայից Հայաստան, ըստ ռուսական լրատվամիջոցների, չգիտեմ ինչքանով է ճիշտ աշխատում նրանց հետախուզությունը, եթե դա այդպես է, իրոք ես կարծում եմ, որ դա շատ լավ է։ Բայց շարունակելով գաղափար, ասեմ, որ իրոք կրկին մեծ լարվածություն է նկատվում Մերձավոր Արևելքում, եւ այս խաղը ի վերջո կարող է հանգեցնել նրան, որ հարձակում տեղի ունենա Իրանի նկատմամբ, ինչի մասին մենք վերջին ամիսներին միշտ խոսում ենք։ Կարևոր է նշել, որ այսօր Ուկրաինայի մասով Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունենալու Վլադիմիր Պուտինի հետ, երեկոյան այսօր նախատեսված է նման հեռախոսազրույց, եւ Սպիտակ տնից հայտնում են, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը չհամաձայնվի, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են հավելյալ ճնշման միջոցներ գործադրել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Նաեւ Սպիտակ տան մամլոք հարտուղարը ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղիղ բանակցություններ են վարում Կիևի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, այսինքն գործը հասել է արդեն խաղաղության պայմանագրին, կոնկրետ կետեր են քննարկվում, ինչպես նաեւ քննարկում են ապագա սահմանների ծրագրման հարց, այսինքն սահմանազատման նույնիսկ հարց, բայց դժվար է ասել, թե ինչի նկատի ունեն, նույնիսկ երեք տեղեկություններ կար, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը համաձայնվի դադարեցնել պատերազմը, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է Ղրիմը ճանաչեն Ռուսաստանի կազմում։ Հաստ է նաև այն, որ տարածքները հետ վերադարձնելու մասին մեծ հաշվով խոսք չկա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այսինքն այն, ինչ գրավել է Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայից, երևի թե ամենայն դեպս այդպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեծ մասամբ մնալու է Ռուսաստանի ազդեցության ներքո։ Ու ահա այս ֆոնին Դոնալդ Թրամփը կրկին շատ պոզիտիվ տրամադրված է հեռախոսազրույցի շուրջ եւ ինքը պատկերացում է հայտնում, որ շատ հաջողված է լինելու այդ հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ եւ Վլադիմիր Պուտինը գնալու է ինչ-որ համաձայնությունների Դոնալդ Թրամփի հետ։ Սա է հիմնականում սիրելի հայրենակիցներ, կան էլի մանր-մունր տեղեկություններ, կարևոր է նաև նշել, որ այս պահի դրությամբ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն հավաքական արևմուտքը կողմ է նրան, որ 30 օրով հրադադար հաստատվի Ուկրաինայի շուրջ։ Այս հարցի շուրջ նրանք ընդհանուր առմամբ եկել են նույն եզրահանգմանը, միակարծիք են իրենց դիրքորոշումները եւ հիմա ամեն ինչ կախված է Ռուսաստանի Դաշնությունից։ Սա եւս չափազանց կարևոր է, որ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Եվրամիության բազմաթիվ երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներառյալ բոլորը կողմ են, որ 30 օրով հրադադար հաստատվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Հիմա հստակ գնդակը Ռուսաստանի դաշտում է, տեսնենք թե ինչ որոշում կկայացնի Վլադիմիր Պուտինը եւ այսօր արդեն պարզ կլինի, եթե ոչ այսօր, ապա վաղը պարզ կլինեն այդ հեռախոսազրույցի արդյունքները, որը որ դեռ պետք է տեղի ունենա։ Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը չի կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության դադարեցումը որևիցե ազդեցություն է ունեցել Կուրսկի շրջանում տեղի ունեցածին, այսինքն ուկրաինական զորքերը դուրս են եկել ստիպված Կուրսկից այն բանի պատճառով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել էին օգնությունը։ Նա ասում է, որ ինքը ուզում է վարվել արդար, տեսնում է, որ բազմաթիվ մարդիկ են զոհվում եւ ինքը ճնշում էր գործադրել Ուկրաինայի վրա, որպեսզի Ուկրաինան դիրքորոշման փոփոխություն ունենա եւ հիմա Ուկրաինան ամեն ինչ ճիշտ է անում, շատ ճիշտ է վարվում եւ ինքը պոզիտիվ է տրամադրված խոսելու է Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի կարողանան դադարեցնել այս անմարդկային պատերազմը, նրա խոսքերով դեռևս հրադադար է հարկավոր հաստատել, հետո որպեսզի ընդհանրապես ավարտին հասցնեն այդ պատերազմը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներից թե Դոնալդ Թրամփը եւ թե պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակ շեշտում են, որ դեռևս հարկավոր է այդ 30 օրվա հրադադարը, դա ամենաառաջին եւ կարևոր քայլն է, որից հետո արդեն նոր
ընդհանուր առմամբ պետք է աշխատեն պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Միջայլոց Մակրոնը կրկին հայտարարում է այն մասին, որ ոչ ոք չի հարցնում Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում խաղապահներ տեղակայելու առումով եւ հստակ հիշեցնում է, որ երբ որ դուք Հյուսիսային Կորեայի զինվորականներ էիք բերում ռազմիկ դաշտ եւ ներգրավում էիք ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, դուք որևիցե մեկին հարցրել եք եւ հետեւաբար մենք եւս այս չենք հարցնելու հաշվի առնելով այն, որ Ուկրաինան սուվերեն պետություն է։ Ահա այսքանը սիրելի հայրենակիցներ, տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները եւ երեկոյան եւս մենք կանենք մեր հերթական հաղորդումը այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։